Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկեմի YouTube-յան ալիքի եթերում, այսօր աշխատանքային օր է եւ ձեզ ենք ներկայացնելու օրվա մամուլի կարևորագույն հրապարակումները։ Երեք հայտնի դարձավ, որ ներքին գործերի նախարարությունում պաշտոնազրկություններ են եղել, ոստիկանապետի տեղակալները ազատվեցին պաշտոնից եւ Ժողովուրդ օրաթերթը ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության պետ ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի մասին որոշ հրապարակում է արել, ուրեմն Հակոբյանը նշանակվել է 2023 թվականի մարտի 16-ին, օրաթերթը ուսումնասիրել է նրա 2024 թվականի գույքի եւ եկամուտների հայտարարագիրը, որի համադրության մեջ հարցեր է առաջացնում։ 2024 թվականի հայտարարագրում Հակոբյանը նշել է, որ երկու անշարժ գույք ունի։ Առաջինը Երևանի Դավիթաշեն վարչական շրջանում գտնվող բնակարան ձեռք բերված 2000 թվականին, որը 2024 թվականի օգոստոսի 1-ին վաճառել է 41 միլիոն դրամով։ Հոդվածի շարունակությունը կարող եք ընթերցել Ժողովուրդ օրաթերթում, այնտեղ այս ոստիկանության պետի տեղակալի գույքի մասին է հետաքրքիր մանրամասներ կան, որը կարծում եմ արժե ընթերցել։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. երեք քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ նոր քրեական հետապնդում է հարուցվել նախկին կարկառուն դեմքերից մեկի ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանի նկատմամբ։ Քննչականի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող վարույթի շրջանակում ձեռք բերված փաստական տվյալներով ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ Հովհաննես Թամամյանը 2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան առանց հիմնավորման հանձնարարել է ոստիկանության ծառայողներին բռնություն գործադրել Երևանի Ազատության հրապարակում ընթացող հանրահավաքի մասնակից ԷԱ-ի նկատմամբ եւ նրան տեղափոխել ոստիկանության կազմակերպած հանցագործության դեմ պայքարի գլխավոր վարչություն։ Ըստ հաղորդագրության ոստիկանության ծառայողները կատարելով ակնհայտորեն իրենց լիազորությունների շրջանակից դուրս գործողություն ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ են հասցրել ԷԱ-ին, պատճառելով կյանքի համար վտանգավոր ծանր վնասվածք։ Ձեռք բերված տվյալների հիման վրա Հովհաննես Թամամյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2003 թվականի քրեական օրենսգրքի 38-309 հոդվածի 3-րդ մասով, պաշտոնական լիազորություններն անցնելուն դրդելը։ 2026 թվականի փետրվարի 25-ին նա ձերբակալվել է եւ նրան դատարան ներկայացնելու նպատակով նախաքննությունը շարունակվում է։ Իհարկե ոստիկանության աշխատակիցների կողմից քաղաքացիների նկատմամբ բռնությունները, հատկապես որ դրանք հիմնավորված չեն, ընդունելի չէ, բայց սա վստահ եմ շոուի տրամաբանության մեջ է արվում, որովհետեւ եթե իրավապահ համակարգը զբաղվում է 18 տարի առաջ քաղաքացիների նկատմամբ իբրև արձանագրված բռնության դեպքերով, ապա ինչու չեն զբաղվում հիմա, ընդամենը 1-2 տարի առաջ տեղ ունեցած բռնության դեպքերով, երբ այդ բռնությունը կատարվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով, եթե այստեղ ուղղակի ենթադրյալ տուժողի խոսքին պետք է հավատալ, որ 18 տարի առաջ իրեն բռնության են ենթարկել, ապա այն դեպքերը, որ ես եմ հիշատակում, կան տեսագրություններ, լուսանկարներ, հա, օրինակ հունիսի 12-ի դեպքերը 2024 թվականի քաղաքացիներից մեկը անգամ կորցրեց իր դաստակը, կա ինչ որ մեկը պատժվել է դրա համար, կամ երբ падգամավորին կարմիր բերետավորները ամենավերջին հայհոյանքներն էին տալիս եւ բռնության էին ենթարկում, կամ քաղաքացիներին, որ բռնության էին ենթարկում, կամ եռաբլուրում, երբ զոհված զինծառայողների մայրերին ուղղակի քարշ էին տալիս, ներողություն այս արտահայտության համար եւ դուրս էին հանում եռաբլուրի տարածքից։ Կա պատժված մարդ, այսինքն ակնհայտ է, չէ, այս մարդկանց համար ոչ թե ոստիկանության կողմից բռնություն գործադրելն է անընդունելի, այլ նախընտրական տրամաբանության մեջ նորից մարտի 1-ի գործը փորձում են շահարկել, ես չեմ բացառում 30 միլիոն էլ օրինակ տան զոհերի ծնողներին, սպանվածների ծնողներին, Քլոյանին էլի հանեն առաջին գիծ, էլի արդարություն, այդ մարդը սկսի պահանջել ճակերտների մեջ արդարություն, հետո մի 30 միլիոն էլ հետընտրական շրջանում կտան, եթե կարողանան վերընտրվել եւ էլի կմոռանան մարտի 1-ը 5 տարով մինչեւ մյուս ընտրությունները կարողանան կրկին օգտագործել։ Ուրեմն կա մի կարծեմ Ինդոնեզիայի կղզիներից մեկում կա այսպիսի մի ավանդույթ,
այդ կղզու բնակիչները տարին մեկ անգամ իրենց մեռելներին հանում են գետնի տակից, գերեզմաններից, հագցնում, կապում, լողացնում, հարդարում, դնում են գյուղամեջ այս դիակները շարքով, կարող եք այդ նկարները տեսնել, չեմ ուզում այստեղ ցուցադրել, եւ հետո այդ արարողությունը վերջանում է, մեռելներին տանում դնում են մինչեւ մյուս տարի, որ նորից հիշեն հանեն մաքրեն։ Հիմա այս մարտի 1-ի հոկտեմբերի 27-ի գործերը Նիկոլ Փաշինյանի համար նույն արարողության նման մի բան են, տարին մի անգամ հիշում են, երբ պետք է, ընտրություններից առաջ հիշում են, օգտագործում են, հետո տանում դնում են դարակները մինչև մյուս առիթի համար օգտագործելու նպատակով։ Հրապարակ թերթը գրում է. անցած կիրակի Սևան քաղաքի Սրբոց հրեշտակապետած եկեղեցում Փաշինյանի մասնակցությամբ պատարագից հետո, որի ընթացքում չէր զեղչվել ամենայն հայոց կաթողիկոսի անունը, Փաշինյանի թիմում շփոթված են, ոչ մի կերպ չեն հասկանում, արդյոք շեֆը ձեռքերը լվացել է եկեղեցու եւ վեհապարի դեմ արշավից, թե դադար է վերցրել մեծ պատերազմից առաջ եւ չի ուզում ընտրող կորցնել։ ԿՊ-ի ներսում հակված է նրան, որ առնվազն հրադադար կկնքվի այս փուլում եւ կսպասեն խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, որից հետո եթե հունիսի 7-ին իրենք հաղթեն, հարցն ինքն իրեն կլուծվի, վեհապարը ինքնակամ կհեռանա։ Իսկ այս փուլում արշավը շարունակել է կարող է իրենցից ձայներ տանել, ուստի պետք է դադար առնել, խորհրդարանական ընտրություններից առաջ եկեղեցու դեմ արշավը միայն վնասում է իրենց վարկանիշին։ Հրապարակ թերթը գրում է. Նիկոլ Փաշինյանի հատիկ առ հատիկ հեշթեգի տրամաբանության մեջ գործող գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հերթական հայցադիմումն է ներկայացրել դատարան, այս անգամ ԱԺ նախկին падգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Սևանում գտնվող Հարսնակար համալիրի վերաբերյալ Հայրապետյանը եւ նրա ընտանիքի դեմ մեկ այլ հայց էլ կա, ենթադրյալ ապօրինի գույքեր բռնագրավելու պահանջով, որն այժմ դատաքննության փուլում է։ Հետաքրքիր է, որ Հարսնակարի դրվագն առանձնացրել են եւ գույքը խլելու հայցը ներկայացվել է Հարսնակար ՍՊ-ին եւ ոչ թե Ռուբեն Հայրապետյանի դեմ։ 2.5 ամիս առաջ, երբ Աննա Վարդապետյանը կառավարության նիստում հայտարարեց, թե ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ի եւ մի իրավաբանական անձի միջև 2002 թվականի դեկտեմբերի 2-ին կնքվել է 2.8 հեկտար հողամասի վարձակալության պայմանագիր եւ դատախազությունն առաջարկում է այդ պայմանագիրը լուծել ու հողամասի վրա արկա գույքերն օտարել Սևան ազգային պարկ ՊՕԱԿ-ին, խոսքը հենց Հարսնակարի տարածքի մասին էր։ Իսկ թե ինչպես են հողի անօրինական օտարման հիմքով թանկարժեք գույքը բիզնեսը սեփականատիրոջից խլում, դա երևի միայն Վարդապետյանին է հայտնի։ Սա ակնհայտ ապօրինություն է, երեք էլ սրա մասին խոսել եմ 5-րդ ալիքի եթերում, բայց այս ապօրինություն տրամաբանական է։ Նիկոլ Փաշինյանը նման խնդիր է դրել իրենց առաջ, Աննա Վարդապետյանը, մյուս իրավապահ համակարգի այսպես կոչված ղեկավարները պարտավոր են դա կատարել եւ կատարելու են հլու հնազանդ խելոք գառան պես, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը իշխանության է։ Բայց մյուս կողմից իրենք պիտի լավ հասկանան Նիկոլ Փաշինյանի պլանները ապագայի վերաբերյալ իրենց հետ որևէ կերպ կապված չի։ Նիկոլ Փաշինյանը կփորձի իր անվտանգությունը ապահովել, անհրաժեշտության դեպքում կփախնի երկրից, բայց Աննա Վարդապետյանին չի որդեգրի, իր հետ չի տանելու։ Մյուս պաշտոնյաներին իրենց հետ չեն կարող տանել։ Մյուս պաշտոնյաները վստահաբար անվտանգության երաշխիքներ չեն ստացել այն իմաստով, ոչ թե որ իրենց վնասելու են, այլ այն իմաստով, որ իրենց կատարած առերևույթ հանցագործությունների համար չեն դատապարտվելու եւ պատասխանատվության չեն կանչվելու։ Բայց սա միայն Ռուբեն Հայրապետյանի գործին չի վերաբերում, սա վերաբերում է ընդհանրապես այս տարիներին տեղի ունեցած ապօրինություններին, հատկապես եկեղեցու դեմ իրագործված ապօրինությունների մասին է խոսքը։ Հրապարակ թերթը գրում է. Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը, որը վերջերս ասել էր, թե հունիսի 7-ին սպասվող խորհրդարանական ընտրություններին մասնակցել չմասնակցելու մասին կհայտարարի մարտի կեսերին, իրականում ցանկություն չունի մասնակցելու դրան։ Նրա մտերիմներից մեկը մեզ հետ մասնավոր զրույցում անկեղծացավ, որ Սյամոն լավ գիտի, որ ինքն ընդունելի չէ ոչ արցախցիների, ոչ էլ հայաստանցիների շրջանում, սակայն եթե խնդրեն, որոշեն, որ ինքը պետք է խաղի մեջ մտնի, որոշակի խոստումներ տան հետագայի հետ կապված, ապա չի մերժի։ Վաղարշաբաթի ընտրություններին նրա մասնակցությունը շոշափելի արդյունք չբերեց եւ քաղաքական դաշտում հասկացան, որ կամանդուշչին, եթե անգամ որպես անհատ կշիռ ունի, ապա էլեկտորալ առումով չունի։ Իհարկե խնդրել է եւ խաղի մեջ մտցնելը ենթադրում է նաեւ ֆինանսական աջակցություն նախընտրական ծախսերի հարցում։ Հրապարակ օրաթերթը գրում է.
օրեր առաջ տեղեկացրել ենք, որ ԿԿՄՍ նախարարությունը գրություն է ուղարկել դպրոցներ, պահանջելով հեռացնել Արցախյան պատերազմում անմահացած հերոսների փառքի անկյունները։ 2 տարի առաջ կրկին նման տեղեկություններ տարածվեցին, սակայն գործընթացը կանգ առավ հանրության բարձրացած աղմուկից հետո։ Այժմ կրկին տնօրեններին հրահանգված է երեխաների հետ Արցախի թեմայով որևէ զրույց հիշատակում չանել եւ հեռացնել փառքի անկյունները։ Տնօրեններից մեկը մեզ մանրամասնեց, թե կոնկրետ ինչ բովանդակության գրություն են ստացել ԿԳՄՍ-ից։ Հորդորել են փառքի անկյուններից Արցախյան պատերազմում զոհվածների նկարները հանել եւ միայն թողնել Հայաստանի զինանշանն ու դրոշը կից գրությամբ «Լավ սովորիր, որ լավ ապրես»։ Իշխանությունները փաստորեն հիշատակի արժանի չեն համարում հայրենիքի համար իրենց կյանքը տված տղաներին։ Գործընթացն իրականացնելու պատասխանատվությունը դրվել է մարզպետների վրա, քանի որ ասում են որոշ տնօրեններ ընկրկում են, ամաչում են այդ ապազգային որոշումն ինքնակամ կատարել։ Եվ սա մի պարագայում, երբ 12,000-ից ավել տղաներ են զոհվել Արցախի պաշտպանության, հայրենիքի ազատագրության համար 90 թվականից սկսած, սա մի պարագայում, երբ անկախ պարտությունից, անկախ այսօրվա ունեցած հետևանքներից, այդ մարդիկ մեր բոլորի համար իրենց կյանքը զոհել են, գիտակցված մի մասը չգիտակցված, բայց իրենց ամենաթանկը տրվել է հանուն Հայաստանի Հանրապետության։ Դա միայն Արցախի Հանրապետության չի եղել, Արցախի Հանրապետություն դուք տեսաք երկար ժամանակ պատվար էր Հայաստանի համար, ամուր կանգնած, պաշտպանում էր Հայաստանին եւ թիկունք էր Հայաստանին։ Հիմա մենք չունենք դա, դուք տեսնում եք ինչ վիճակում է Հայաստանը անվտանգության առումով, Ադրբեջանը որքան է հղպացել, ինչպես է իր նպատակներին հասնում, ինչպես է Միջանցք վերցնում թրիփի անվան տակ, այսինքն այն զոհողությունը, որը արել է եւ Արցախի ժողովուրդը եւ այդ մեր հայրենակիցները, ովքեր զոհվել են այդ պատերազմներում, փաստորեն Աննա Հակոբյանը ճիշտ էր։ Իհարկե ոչ մեր ընկալմամբ, այլ իր պնդման մեջ, որ այդ զոհերը հանուն ոչնչի էին։ Եվ սրանք Ալիևից այնքան են վախեցած, որ անգամ դպրոցներում այդ տղաների նկարները չեն ուզում փակցնել։ Եվ այս պարագայում ես կզարմանամ բոլոր նրանց վրա, ովքեր հավատում են, թե այս մարդիկ խաղաղություն են բերել, թե այս մարդիկ արժանապատվություն կարող են պահել, թե այս մարդիկ կարող են Ալիևի հետ բանակցել։ Սրանք Ալիևի մոտ միայն կատարողներ կարող են լինել։ Այն էլ հլու հնազանդ։ Այդ մեկ տասնյակ հազարից ավել զոհերը, նրանց հարազատները ունեն արժանապատվություն, քաղաքացիների մեծ մասը երևի որևէ կերպ բարեկամ, ընկեր, հարազատ, հարևան է այդ մարդկանց հետ, տղաների հետ։ Այնպես որ առաջիկա ընտրություններում նաև այս իմաստով լավ առիթ է պատասխան տալու այս քաղաքականության, որովհետև որքան էլ էլի ասում պարտվել ենք պատերազմում, այնպես չի եղել, որ պարտվող կողմը, եթե Նիկոլ Փաշինյանի նման ծնկաչոք չի, եթե նացիստական մեղադրանքներ չի վերցրել ինքն իր վրա, նման կերպ է վարվում։ Աշխարհի տարբեր երկրներում պարտություններ են եղել, ասեն Իրանն ու Իրաքը կռվել եւ ինչ որ իմաստով նաեւ երկուսն էլ պարտվել են, իրենց պատերազմի հերոսներին, կյանքը զոհածներին մոռացել են։ Թուրքիան ու Ռուսաստանը մեկ տասնյակից ավել պատերազմներ են ունեցել։ Ինչ այդ պատերազմների վերջում խաղաղություն էլ են, չէ, կնքել։ Այդ պատերազմների հերոսներին ուրացել են, ոչ։ Հիմա Վրաստանն ու Ռուսաստանը պատերազմ են ունեցել եւ գուցե ինչ որ պահի խաղաղություն կնքեն։ Ինչ եք կարծում, այդ պատերազմի երկու կողմն էլ այդ հերոսներին ուրանալու են, չեմ կարծում, որ ուրանալու են։ Այսինքն պարտադիր չի խաղաղությունը կնքելը ստորացման ճանապարհով։ Եվ ամենևին պարտադիր չի, որ դու գնահատես քո հերոսներին, այդ հերոսներին գնահատելը լինի, ասենք, ագրեսիայի քարոզ կամ լինի նոր պատերազմի քարոզ։ Դրա մասին չի խոսք, բայց քո անցյալը գոնե պիտի գնահատես, թե չէ։ Հակառակ դեպքում ինչ եք, եթե ոչ մանկուրտ, հիշողություն չունեցող, ծնող հարազատ չունեցող, նախնիներ չունեցող եւ ընդհանրապես մարդկային կերպարանք չունեցող։
Ժողովուրդ օրաթերթը գրում է. օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցմամբ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի մակարդակով քաղաքական որոշում է կայացվել փոխել կալանքի տակ գտնվող ազգային բարերար խոշոր գործարար Սամվել Կարապետյանի խափանման միջոցը եւ նրան հնարավորություն տալ դուրս գալ ակտիվ քաղաքական դաշտ։ Ըստ նույն աղբյուրների վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ Կարապետյանի քաղաքական ակտիվացումը եւ հրապարակային ելույթները առավել շահեկան են լինելու հենց իշխանության համար։ Սամվել Կարապետյանը լավ հռետոր չէ, մանիպուլյացիաների դաշտում չկա, իսկ առանց ճարտար խոսքի քարոզարշավը լավ ուղղությամբ չի կարող գնալ։ Իշխանական շրջանակներում նաև քննարկվել է այն, որ Կարապետյանի վերջին հրապարակային ելույթը ուժեղ Հայաստան կուսակցության համագումարի օրը արհեստական բանականությամբ էր գեներացված, ինչը արդեն ցույց է, որ նա քաղաքական տեքստերի խնդիր ունի։ Այդ հաշվարկով էլ Սամվել Կարապետյանին հնարավորություն կտան ազատ քաղաքական գործունեություն ծավալել։ Իշխանությունը ակնկալում է, որ հանրային դաշտում կբերի վերջինիս վարկանիշի կորստի։ Կարճ ասած, իշխանության հաշվարկը պարզ է. Կարապետյանի ազատությունը քաղաքական տեխնոլոգիա, այլ ոչ թե իրավաբանություն կամ արդարադատություն։ Թե երբ կկայացվի խափանման միջոցի փոփոխության վերջնական որոշումը, մեր աղբյուրները հստակ ժամկետներ չնշեցին, սակայն քարոզարշավին մասնակցելու հնարավորություն նրան կտրվի։ Վերջին լուրը, որը կուզեի ներկայացնել, նաև քննարկենք որոշ ձևով, միջազգային է, հարևան պետությունից է գալիս, հարևան եւ ոչ բարեկամ պետությունից, Ադրբեջանի Հանրապետությունից։ Նիկոլ Փաշինյանը այդքան երազած, փափագած եվրոպական քաղաքական այդ համաժողովը, որ պիտի տեղի ունենա Հայաստանում, Ալիևը հրաժարվել է դրան մասնակցելուց եւ սա հետաքրքիր է նաև դիտարկել այն ֆոնին, որ մենք դպրոցներից, մենք չէ, սրանք ավելի շուտ դպրոցներից հանում են փառքի անկյուններ, իրենց կյանքը զոհած տղաների հիշատակը փորձում են մոռացության մատնել, իբրև թե հանուն խաղաղության, բայց Ալիևը Բաքվից թքում է սրանց երեսին եւ ասում է, ես չեմ հավատում այդ խաղաղության օրակարգին եւ դրա համար չեմ գալիս Հայաստան։ Դուք պատկերացնում եք, հանկարծ Բաքվից մեկը փողոցային սլենգով ասած շվացներ ու Նիկոլ Փաշինյանին հրավիրեր Բաքու, վազելով չոք կգնար։ Թրամփի ուղով կգնար Բաքու Նիկոլ Փաշինյանը, դեռ չսարքած Թրամփի ուղով։ Կամ այդ 4-րդ կարգի անասնակեր բերած բանով գնացքով հետ կգնար Բաքու, որ հանկարծ շուշանար, մի 2 ամիս առաջ կգնար։ Իսկ Ալիև ասում է, թքած ունեմ ձեր վրա, ձեր խաղաղության օրակարգի վրա, ձերը իշխանության մասին է խոսքը։ Կգաք, իմ վերջնական պայմանները կընդունեք, կփոխեք ձեր սահմանադրությունը, նոր լայախ կանեմ, որպես տեր, տիրոջ իրավունքով, որպես հաղթող, որպես օկուպանտ, հա, մտնել Երևան։ Տիրոջ իրավունքով մտնել։ Այդ պարագայում կգա Ալիևը։ Հիմա հələ դեռ ամբողջովին իրեն տիրոջ պես չի զգում, որովհետև սահմանադրություն կա իրեն խանգարող։ Նիկոլ Փաշինյանը դա էլ պիտի անի։ Ես չեմ բացառում, որ եթե հնարավորություն ունենա սա, միջև այդ եվրոպական քաղաքական համաժողովը սահմանադրություն փոխի Ալիևի ուզածներն անի, որ շեֆը գա այստեղ իրենից գոհ մնա։ Այսօր այսքանն ենք նախատեսել, կհանդիպենք վաղը։